Բարի լույս ասեմ իմ լավ հետևորդներին, արգելի հետևորդներ ջան, ինչպես եք, ասեմ, որ ես շատ լավ եմ ժողովուրդ ջան, այնքան լավ եմ, որ առավոտյան արթնացել եմ, հոսող ջրի տակ ամբողջ բանջարը լվացել եմ, այս պահին էլ նորից լվանում եմ, ուրեմն առաջինը, երեք որ դաշտից եկանք, ոչ մի բան չարեցի, գիտեի այսօր պետքա ջուրը գա, տարել եմ մեր այգին ջրի տակ մի քանի անգամ, էլ չեմ էլ հիշում քանի անգամ, սենց ասեմ, էսի թախտիկն է, հիմա սա կհանեմ, հեսա աման դրել եմ քամեմ, նորից մի այսքան էլ ունեմ էփելը ժողովուրդ ջան, ուղղակի այս պահին ես եմ նկարում, այսօր շաբաթ է, դպրոցում դաս կա, երեխան գնացել է, Էլենս չկարողացա որ նկարել, բայց շատ կուզեի այդ դրսում, այդ այգում, այդ բանջար լվանալը, վերջը ամեն ինչը նկարել, հիմա ինչ եմ ուզում ցույց տամ, հիմա էսի արդեն երբած է, թախտիկն է, հիմա սա կքամեմ, նորից մի այսքան էլ ունեմ, հիմա դա էլ կեփեմ, գջին լվացել եմ, նորից կեսը ջրի մեջ է, դրսում դե ավելուկը տենց մնացել է, այսօր իրիկուն տեսնեմ, թե կկարողանամ կհյուսեմ, թե չէ կուղարկեմ կտամ մամաս կհյուսի, տեսնենք ոնց կլինի, մեկ էլ ռադիկան ժողովուրդ ջան, որ ասի պետք է աղցան անեմ, այնքան համով է, ոնց որ մարոլ լինի ժողովուրդ, մարոլից էլ համով է, հիմա էդ էլ կլվանամ, որ պատրաստեմ սալատ, տեսեք, էսի արդեն սարցարան եմ դնելու, կթողնեմ, լավ կսարի, սարելուց հետո ամաններով կդնեմ սարցարանը, այս մեկը համեցի, տեսեք, ընենց լավ էլ էփելա, ընենց համով է, աղաջրով եմ էփում, հենց սենց էլ ուտում եմ ժողովուրդ, իրոք այնքան համով է առանց տապակելու, թեկուզ առանց ձվի, այս էլ նորից մեջն է, հիմա գնանք մի հատ այգի, միասին, այն գջին էլ ցույց տամ, հարևանուհիս նոր զանգել, ասում եմ, Արմինե ինչ արեցիր, հարևանուհիս ասում է, ես լրիվ երեք լվացել եմ, էփել եմ, տեղավորել եմ, ղոչա հարևանուհիս, ես էլ թողել եմ այսօր, այս էլ գջինը, ծտի պաշարնը, խառը գազրուկը, խառը ավելի համով է ժողովուրդ, մենակ սինձ չկա, այս անգամ սինձ չհանդիպեցինք, տեսեք ինքան լավ եմ լվացել, ինքան լավ, թեկուզ թաղելուց թափ եմ տալի, նորից բերում եմ տունը նայում եմ, թափ եմ տալի, մի քանի ջուր էլ լվում եմ, որ մաքուր ուտենք, հենց էլ հավեսին հալը նայք, ես էլ երևի չգիտեմ, կդնեմ սարցարանում, այդքանը դե չեմ կարա ուտենք, այսօր որոշել եմ տավարի մսով սոուս անեմ, Էլենիս պատվերն է հարգել հետևորդներ ջան, դրա համար չգիտեմ, էսի կպատրաստեմ, թե չէ, այս հոսող ջրի տակ լվալ արժի ամանիչ, տեսեք կարտոֆիլս էլ արդեն թափելա դուրս, տեսեք ժողովուրդ ջան, հեյնա, սենց երևում է, գջին էլ արդեն նորից էփում է, դե հիմա սա արդեն պատրաստ է, ու ասեմ ժողովուրդ ջան աղաջրով եմ էփում, առանցնում միշտ ջրի մեջ, հիմա մի քիչ էլ մնացել է, դա էլ կխաշեմ, բայց մի հատ սենց հələ գազի վիճակը նայեք, տեսեք ինչ է կատարվում ստեղ, հələ նայեք, բերանը որ ուզում եմ ծածկեմ, կաթսայի, կողքից թափվում է, ասի ավել լավ ընդհանրապես չդնեմ, տեսեք ինչ լավն է,
Նայեք, ուրեմն այս պոչերի մասը ժողովուրդ այնքան փափուկ է, այնքան լավն է, շատ թարճիկ բանջար էր ինքը, ասենց ասեմ, թարճիկ, այսինքն նուրբ, լութեղ, դրա համար ենք ասենց կտրել, որ համով լինի ու մի փոքր էլ դառնություն կա ժողովուրդ, դա արդեն պարզ է, գջին որ մի քիչ մեծանում է, հասունանում է, ինքը դառնություն է ունենում, դե կան մարդիկ, որ հենց այդ դառնությունն է սիրում գջի, ես էլ նրանց նման սիրում եմ գջին, հիմա սա էլ կքամեմ, ես էլ ռադիկան է, հիմա մաքրեմ, շատ էր ժողովուրդ, սրանից շատ էլ դրել եմ սառնարանում, հիմա այսքանը աղցանքը պատրաստեմ, հետո նոր մի քանի օր հետո մնացած կպատրաստեմ, մարոլի չի տարբերվում, որ ուտում եք մարոլի տեսակն է, համը մարոլի նման է, հիմա սա էլ տանեմ դրսում լվանամ մաքուր հոսող ջրի տակ, հետո նոր տենամ ինչ եմ անում ժողովուրդ ջան։ Արգելիներս ես արդեն վերջացրեցի, ուրեմն էսիկ գջինա, էփած պատրաստ, էսիկ թախտիկն է, արդեն սառած է, կարամ դնեմ սառցարանում, բայց ժողովուրդ դնում եմ ամաններով, անցած տարի դրել էի տոպրակներով, բայց այս տարի որոշել եմ, որ դրեմ ամաններով, դե ես էլ ասեցի, որ աղցանի համար է, դե մենակ մնում է, որ ավելուկը տեսնեմ ինչ եմ անում, բայց ասեմ ժողովուրդ ջան, էս ինչ համով է, էս ինչ համով է, մի հատ էսպես սենց իմ սիրուն թաթիկներով, այսենց վերցնեմ ու ուտեմ, այնքան համով է, հենց սենց առանց տապակելու ժողովուրդ ջան։ Հասմիկ ջան, գիտեմ, որ դու ինձի լսում ես, որ դու մեր հոլովակները տենում ես, ես ա դնում եմ սառցարանում, հենց որ դու գաս Հայաստան, ես քո համար հատուկ պետք է համ գջի պատրաստեմ, մեր Հայաստանի, մեր Արարատյան դաշտավայրի, մեր Արմաշ գյուղի, այս համով բանջարը, համ գջի պատրաստեմ, համ թախտիկ պատրաստեմ, որ դու անուշան ես, լսում ես Հասմիկ ջան, ու խոսքս ուղում եմ իմ լավ հետևորդներին, ովքեր որ ցանկություն ունեին այս ամառ գային Հայաստան եւ այցելեն մեր տուն, հարգելի հետևորդներ ջան, ես մեծ սիրով ձեզ կհյուրասիրեմ, իհարկե ոչ միայն բանջարեղեն, շատ համով ուտեսնել, դե բայց բանջարեղենը մնում է իր տեղը։ Հիմա ինչ անեմ, էսիկ ուտեմ ժողովուրդ ջան, կադրից դուրս պետք է ուտեմ, որ չուտեմ ու տենց ճպճպացնեմ, չեմ սիրում այդպիսի բաներ, ուզեցի ցույց տամ, որ ես վերջացրեցի։ Ուրեմն, այս էլ ավելուկն է, այստեղ ինչ եմ ուզում ցույց տամ։ Այստեղ ուրեմն ավելուկի տեսակներ են, տեսակներ ասելով մեծ ու փոքր, կա մաքուր, կա մի փոքր, որը որ մոխրացած տեղից են քաղել, այնտեղ դե վառել էին այդ լճի ափերը, այդ ափերին լիքը ժողովուրդ ջան, շատ ուրեմն ավելուկ կար, բայց դե որ մոխիրոտ էր, ինքն էլ ջրի այդ խառը մի քիչ ասած, այդպես էլ մաքուր չէր, բայց տեղեր կա քաղել եմ, տեսեք այնքան մաքուր է, հիմա ինչ պետք անեմ, առանձին է, հիմա սա ուզում եմ ուղարկեմ իմ մամային, որ իմ մաման հյուսի տեսնենք, այս որը որ ասում եմ իմ դուրը չի գալի, պիտի այդպես անեմ, սենց պետք է փռեմ, մամաս էլ նույնը կանի, որովհետև մամաս էլ չի սիրում այդպիսի կեղտոտ բաներ, ընդհանրապես չի սիրում, դե կեղտոտը կներեք մի քիչ կոպիտ եկա, փոշոտ, կներեք արտահայտությանս համար, պետք է ասես փռեմ, մի հատ խոնավշորով մաքրեմ, որ նոր կարողանամ հյուսեմ, այդպես պետք է անենք ավելուկը, որ գոնե ձմեռը կապ չունի, եռացրած ջրով թափում ենք, նորից եռացնում ենք, բայց ամեն դեպքում պետք է մաքուր բան անենք, հյուսենք, որ մենք էլ ուտելուց մաքուր ուտենք ժողովուրդ ջան, իմացաք, այդպես պետք է անենք, տեսեք, այստեղ կա շատ դալարոտ, դե հենց մի երկու հատը հանեմ ցույց տամ, հիմա այսիկ որ ուղարկեմ իմ մամային, իմ մաման էլ հաստատ տենց կանի, ինքը միշտ էլ տենց անում, չի հելում, տեղի չի հելում, ես էլ չգիտեմ, տեսեք օրինակ սրանք շատ մաքուր են, այսի կարելի ասկի ոչ մի բան չարած, բայց այստեղ մանրերը կա, որ դե դուք հոլովակում տեսակ, այստեղ էլի մանր մունր կա, ժողովուրդ ջան, դե պիտի մի հատ անպայման մաքրենք, նոր հյուսենք։
Էս էլ էդի, ասի մի հատ էս էլ ներկայացնեմ, ոնց պիտի անենք։ Հիմա այսօր հարևանուհիս եկել է, սուրճը խմել ենք, նույն հարևանուհիս։ Արմինեն, ասում է այսօր էլ գնանք բանջարի։ Ասում եմ Արմինե ջան, այսօր թողենք, մի հատ հանգստանանք։ 3 օր իրար հետևից գնացել ենք, ժողովուրդ ջան։ Դե որը որ բաժանել եմ բանջարը, որը որ ես եմ դրես հարցարանում, դե հիմա հարևանուհիս ասում է գնանք, բայց արդեն գնալու եմ, որ ասում եմ քաղենք, բերենք, չորացնենք, որ նորից դնեմ սարցարանի համար չէ, արդեն հերիք է սարցարանում ինչքան դրել եմ, դե ամեն ինչի քիչ-քիչ լինի, որ համով հոտով ուտես, չեմ սիրում այդպես շատ լիքը լցնեմ, դնեմ սարցարաններում, չէ, ամեն մեկից 3 հատ լինի, 4 հատ լինի, էդի հերիք, հա։ Դուք գիտեք, որ հիմքվա երեխաները, այս տարիքի երեխաները բանջարի սիրահար չեն, չգիտեմ, թե ուտում ենք, մենք ենք ուտում։ Ավելուկով ճաշը, որ չեն սիրում երեխաները, ժողովուրդ ջան։ Ոչ թորնիկներս են սիրում, չեմ անում։ Էդ էլ է, հարգելի հետևորդներ ջան։ Հիմա վաղն էլ կգնանք, որոշել ենք գնանք այնտեղ էլ կնկարեմ, տեսնենք հələ ոնց կլինի։ Դա էլ կամ կբերեմ, կչորացնեմ, ասում են չորացրած բանջարն էլ ավելի համով է, քան սարցարանին է, համաձայն եմ, համամիտ եմ դրա հետ, բայց ես չեմ չորացրել։ Փորձեմ այս անգամ բերեմ ու չորացնեմ, ժողովուրդ։ Ահա, ուրեմն այդ բոլորը վերջացրել եմ, այդ սա հեչ, ժողովուրդ։ Հիմա պիտի մի ժամ էլ ես գազ մաքրեմ, հələ դուք տեսեք ինչ վիճակ է իմ գազը, հələ նայեք, հիմա այսի պիտի լրիվ, սենց հատիկ մաքրեմ, նորից գազը քաշեմ այս կողմի վրա, որ հատակն էլ մի հատ լավ մաքրեմ, տեսեք, ընդամենը բանջար եմ քաշել, այստեղ յուղ չկա, այս էլ բանջարի շնորհքը։ Այս արդեն տեսեք ինչ արեցի, մաքրեցի տեղին, առաջնահերթ բանջարից հետո անցա գազին, այս է սիրուն, մաքրեցի, քաշեցի, ժողովուրդ ջան, տեսեք ինչ լավ մաքրել եմ, հիմա ինչ պետք է անեմ, հիմա պետք է միս ենք վերցրել, այստեղ մորթել են, երինջի միս ենք վերցրել, տենց դրել եմ սառնարանում, հիմա այդ միսը պետք է հանեմ, կտրտեմ, աղամ համ տոլմայի համար, համ էլ ճաշի համար, դե այսօր ասացի, որ Էլենս ճաշ է ուզել, տավարի մսով ճաշ, չգիտեմ, սոուս կլինի, ջրիկ բան, հիմա մաքրեցի, վերջացրեցի, հիմա արդեն անցնեմ մսի գործին, կարևորը, որ էսի մաքրեցի, հիմա միս պիտի դնեմ վրեն, որ հատել տիղտոտեմ ժողովուրդ ջան, միս դնեմ վրեն, դե որ գազը մաքուր է, արժի ամեն ինչ խոհանոցի մեջ, սա էլ արդեն դրեցի գազին, կամ սենց ծածկենք, հենց որ ուզենա եռան օր կբացենք։ Մի հատ էլ ես հրաշք յասամանը ցույց տամ։ Կիսաբացված եւ բացված, նայեք, ինչ սիրուն է, անուշ հոտանք է սյուրասինակում ժողովուրդ։ Ընդամենը մի քանի ճյուղ եմ դրել, բայց անուշ հոտը գալիս է։ Այս էլ միսն է։ Էսի փրփուրի համար էի դրել, վրայի փրփուրը հավաքեցի, էսի մի քիչ էլ էլի արդեն է բացը ժողովուրդ։ Արագի մեջ գնացի խանութ, մի փոքր գնումներ արեցի, եկա հիմա ինչ եմ արել, ամաններն եմ լվացել, արդեն սոուսը դրել եմ վրան, տոմատո չերիված, սկզբից տոմատով, կարակով, մի փոքր ձետ եմ լցրել, ժողովուրդ ջան, դեսով չեմ լցրել,
ու միսնի կարտոֆիլը։ Հիմա մի փոքր կտապակեմ ու խառ, այստեղ էլ պամիդորով ձված է ունեմ պատրաստած։ Մորեղեն վերցրեցի, նորեր, այստեղ հաց վերցրեցի 2 հատ, լավաշս վերջացել է։ Տեսեք կաթա, հիմա դնեմ եղա։ Հիմա ինչ եմ անում։ Այ հիմա նորից բարի ողջույն ձեզ։ Հիմա ինչ եմ անում։ Հիմա նորից ուզում եմ մի հատ կոֆե դնեմ։ Առավոտից այդ խոհանոցի մեջ եմ ժողովուրդ, իրոք։ Հա դուրս ու ներս արա, լվա, բեր, տար, նորից։ Հիմա բանջարները արդեն պիտի սառելա, լցնեմ ամանների մեջ, տեղավորեմ սառցարանում։ Էդի կտե, դե ճաշնել կարևորը որ պատրաստ է, որեփած բան ես ունենում, արդեն այդ արժի ամեն ինչ։ Ես էլ դնեմ գազին։ Տեսեք, այստեղ ինչ լավ խմորեղեն եմ վերցրել, էսիկ որնա, հա, լուսանի, հա, ճիշտ կատվացի ժողովուրդ ջան, հա, լուսանի, շատ լավ խմորեղեն, հա, համ մրջնի բույն եմ վերցրել, համ էլ միկադո, հա, երևի միկադոն է, Լենի սիրած խմորեղենն է, 2 հատ էլ ափսե դնեմ, փոքրիկ, Այսօր եղանակը մեկ տեսնում ես լավ արև է, մեկ էլ տեսնում ես էլի ամպում է, չես հասկանում, երևի նորից անձեր է ուզում գա։ Ուստան խմորեղենը, այս խմորեղենից է մրջնի բույն, հա, ճիշտ ասացի, մրջնի բույնն է և միկադո։ Որան քաշեմ, կոֆեն էլ արդեն ոնց որ պատրաստ է։ Ճաշի մեջ բամիա եմ լցրել մի քանի հատ, հեսա մի հատ էլ ամենավերջում ծիծակ կդնեմ, դափնու տերև կդնեմ և խառը կանաչի։
դնեմ այստեղ, որ լվանամ շուտ վերցեմ, որ ես էլ չջարդեմ։ Էսի գջինա, գջի, գազարուկ, ծտի պաշար, նայեք, ուրեմ դնում եմ էսենց ամաններով, ես անգամ որոշել եմ սենց դնեմ։ Այստեղ էլ արդեն, տեսեք, էսի թախտի կա, ուրեմ ամանները հեսակ սրբեն։ Այսինց կանեմ, այսել էստեղ կդնեմ, նորից, ուրեմ սենց չեմ դնում ժողովուրդ, նորից տոպրակի մեջ եմ դնելու, տոպրակը կապեմ ու տոպրակով նոր կդնեմ սարցարան։ Հիմա ինչ եմ անում, էստեղ նորից կա, Էլեն ջան, աշկիս ես պրատիկան չնայց Էլենը ժամանակ չունի, ասում է Էլենը աղցան պատրաստի, եկել, ոնցով տակա, հա, գոլորշի հելավ։ Քանի ժամա թողել եմ, որ սարի, սի հերիքա, քիչ եմ դնում, որ ժողովուրդ ջան, հաճելի լինի ուտելը, ես էլ էստեղ, բերաններ ծածկենք, ժողովուրդ ջան, այս մի փոքրը մնաց, էսի կտապակեմ, երեկոյան հացի ժամանակ, էսի արդեն կտապակեմ, այս մի փոքրը, ես էլ աղցան կպատրաստեմ։ Ես էլ ճաշնա, ես էլ արդեն պատրաստա, տեսեք ինչ եմ արել, այսենց մի հատ սող, սենց կտրել եմ կես մասի, համի համար, ես էլ իմ այսօրվա պատրաստած սոուսը, ամառային սոուս, բամյա, ծիծակ, ես էլ այսպես հարգելի հետևորդներ ջան, այսօր էլ այսքանը, և ինչ ամնում ձեզ ասեմ, հարգելի հետևորդներս, ձեզ ասեմ բարի դիտում, առողջ եղեք, ամենակարևորը առողջություն ձեզ և ցտեսություն բոլորիդ, մեզ էլ բարի ախորժեք։